Անցած օրերս կանչում, տանում են հեռու, մի ժամանակ բաց թողած հավքը բռնելու։ Ու գնում եմ ես մտքով իմ ապրած տեղից, մի ժամանակ բաց թողած հավքի ետևից։ Որոնում եմ օրնի բուն հետքերը նրա, քարափների ծերպերում, դաշտերի վրա։ Որոնում եմ և չկա մեկն այն կողմերում, ասի ինչ ես կորցրել, ինչ ես որոնում։ Ինչ ես այդպես ուշացած տխրում ու լալիս, հավքը ձեռքից որ թռավ, էլ ետ չի գալիս։ Եթերում վերածնունդն է, արդեն հասկացաք, անդրադառնալու եմ Համո Սահյանին։ Քիչ առաջ հնչած բանաստեղծությունը պատմում էր մարդու մասին, նրա կորուստների, ինչ որ բան այդպես էլ չգտած մարդու մասին, ով իսկապես գուցե չգիտի էլ թե ինչ է որոնում ու նրա կյանքը վաղուց դարձել է անցյալին կառչած հայացք։ Նույնիսկ եթե կորուստն անուն ունենա և մարդը գիտակցի, թե ինչ է փնտրում, և եթե անգամ վերագտնի այն, միևնույն է անկատարության զգացումը չի անհետանա, քանզի այդպիսին է մարդու բնությունը։ Համո Սահյանի բանաստեղծության տողերում փոքր-ինչ անորոշություն կա։ Կարող ես ենթադրել, թե ինչի մասին է խոսքը, գուցե այդ հավքը մի գեղեցիկ աղջիկ էր, բայց երևույթը, որը քննարկում ենք, առավել խորն է։ Շատերդ կհիշեք Վարդգես Պետրոսյանի դիպուկ տողերը։ Ու ես հասկացա, որ աշխարհում ոչինչ չես գտնի երկրորդ անգամ, և դրա համար ուզեցի գոռալ. մի կորցրեք, մարդիկ։ Սակայն մարդու կորուստները սկսվում են դեռ սաղմնավորման փուլից։ Երբ մարդը ծնվում է, նա գտնում է մի նոր աշխարհ, բայց կորցնում է մինչ այդ գոյություն ունեցող անգիտակցական աշխարհը։ Ահա իրականում այս ողբերգությունն են պատմում բանաստեղծները տարբեր ձևերով, ոմանք հասկանալով, ոմանք էլ ոչ։ Դրանից իհարկե ստեղծագործությունների գեղարվեստական արժեքը չի պակասում։ Սա է պատճառը նաև, որ պոեզիան թաքուն բավականություն է պատճառում մարդուն, քանզի պահպանում է պայմանականորեն ասած այդ անգիտակցական աշխարհի հուշը, որն ուղիղ իմաստով չես կարող արտահայտել, բայց ազնիվ ոչ սարքած բանաստեղծություններում ենթագիտակցության շնորհիվ կապ է գոյանում այս երկու աշխարհների միջև, կորցրածն ու գտածը ինչ-որ իմաստով շփման մեջ են մտնում, իսկ մարդուն երջանիկ լինելու համար հենց այդ ներդաշնակությունն է անհրաժեշտ։ Եթե հնարավոր չէ լինել ամբողջական և անվերջորեն պետք է զգաս քո իսկ մասնատվածությունը, ուրեմն կարիք ունես սովորելու և բնության մեջ կատարելատիպեր փնտրելու։ Մի փոքրիկ քառյակում Վահագն Դավթյանն ասում է. «Կոպերս փակեմ գնամ, մանկության մաքուր գետակից արծաթ հավաքեմ»։ Այս շատ խորհրդավոր քառյակին կարծես միտումնավոր լրացնելու է գալիս Համո Սահյանի հաջորդ ինքն իր մեջ է վերնագրով բանաստեղծությունը, որը գետի մասին է, որն ի տարբերություն մարդու հոգեբանական մասնատվածության ամբողջական է, լիարժեք և պարադոքսալ։ Գլուխը ծովում, պոչը սարին է, և հանդիպում է, և հրաժեշտ է, երկինքով լիքն է ու երկրային է, բարկանալիս էլ մեջը բարին է։ Կարող ենք այսպես ձևակերպել. բոլոր հակադրությունները համերաշխորեն համադրվում են գետի մեջ ու դառնում են երջանկության բանաձև, որը պակասում է մարդուն։ Կարդամ Համո Սահյանի հանճարեղ բանաստեղծությունը, որտեղ բարդն ու պարզ այնքան ներդաշնակորեն միաձուլվել են, որ վստահորեն կարող ենք ասել. Համո Սահյանը որպես բանաստեղծ գետի պես ինքն իր մեջ է, հարուստ է ինչպես բնությունը և իր գանձերը մեր առաջ փռելիս անկաշկանդ է ու աստվածային։ Թող ներվի այս համեմատությունը, բայց Համո Սահյանը գրում է այնպես, ինչպես ստեղծում էր Աստված, և դրա վառ վկայությունն է այս բանաստեղծությունը։ Գլուխը ծովում, պոչը սարին է, փեշերը ձորում, պորտը քարին է, ամեն նայվածքը ասել է հեշտ է, և հանդիպում է, և հրաժեշտ է։ Վազքի հրճվանքը բոլոր տարին է, ուշքը միշտ հեռու ճանապարհին է, ալիքը նոր է, բայց ինքը հին է, տարերքը նոր է ու երգը հին է, երկինքով լիքն է ու երկրային է,
բարկանալիս էլ մեջը բարին է։ Նրան չսիրելն անհնարին է, նաև հողինն է, հող ու քարինն է, նաև ծովինն է և աշխարհինն է։ Բայց ինքն իր նման և ինքն իր մեջ է, հոգսերը 1000, կոչումը մեկն է, և ինքն իր նման և ինքն իր հետ է, բախտավոր գետ է։ Եկեք շարունակենք պարադոքսների այս շարքը և առավել ամրապնդենք մեր տեսակետի հավաստիությունը, մեջ բերելով ամեն ինչ պարզեր բանաստեղծությունից մի հատված ու դրանով էլ ավարտենք մեր հաղորդումը։ Ամեն ինչ խորք է, ամեն ինչ ձև է, ամեն ինչ հոգս է, ամեն ինչ բեռ, երանի նրան, ով մեծացել է ու երեխա է մնացել դեռ։